Եվ այդ մարդիկ խոսում են բարեգործության մասին, այդ մարդիկ գող են, այդ մարդիկ թալանչի են, եւ այդ վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները։ Եվ հեղափոխությունից հետո 6 ու մոտավորապես տարբերական 8 միլիարդ դոլար մենք դրել ենք Հայաստանի իրանց գրպաններից հանել ենք եւ դրել ենք Հայաստանի Հանրապետության կարիքների համար։ Եվ ես ուրիշ բանից եմ ներվայնանում, ժողովուրդ ջան, որ այսքան սարքել ենք, բայց հələ այնքան սարքելու բան կա, որովհետև իրանք այնքան են թալանել, որ 8 տարի է վերադարձնում ենք, դե ծերը չի երևում, բայց մենք այս ճանապարհով գնալու ենք մինչև վերջ, եւ ինչպես ասել եմ, Սերժին, Ռոբերտին, եւ Կալուգացուն, եւ բանին, Գագոին, ոնց որ իրանք եղել են երկու բոթասի մակարդակի, մենք իրար հետ իրաց պետք է հասնենք երկու բոթասի մակարդակի, որ իրանք երկու բոթասով յոլակ գնան եւ դալին իրանց բարեկեցության բարձրակետը։ Ավելին ասեմ, մենք վերջերս Կոտայքի նախկին մարզպետ Գագիկի Փեսա, Կարապետ Գուլոյանի դղյակը վերադարձրել ենք, բռնագրավել ենք, հիմա դա պետական է, հիմա դա իրանց է չի, հիմա ձերն է ժողովրդի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բայց առաջիկայում շատ ավելի մեծ իրադարձություններ են սպասվում, ինչպես ես 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ խոստացա, որ Հայաստանի Հանրապետությունը բաժնեմաց կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ դա արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին հունիսին ասցի, սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցավ։ Եվ իմիջայլոց 2018 թվականից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավել փող է վճարել պետական բյուջե, 300 միլիարդ, այդ փողերով է, որ մենք առողջության ապահովագրություն ենք անում, այդ փողերով է, որ մենք թոշակ ենք բարձրացնում։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան, Ծառուկյան, Կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ կպետականացվի, կազգայնացվի։ Վաղը Արարատում ենք լինելու իդեպ Արարատ ցեմենտի բոլոր աշխատակիցներին հրավիրում եմ մեր հավաքներին այդ մեծ իրադարձությունը իրար հետ նշելու եւ իմիջայլոց էլի բարեգործության մասին այնտեղ դրվագներ կա եւ ես կարծում եմ կապացուցենք, որ հարկերի միլիարդավոր դրամների հարկեր են թաքցրել, բոլորը եւ այդ բոլորը Ջորջան, ծավալը մեծ է գողացածի, ծավալը մեծ է եւ կամա եւ ինչքան էլ արագացնենք դեռ երկար է տևելու Զինվեք համբերությամբ չի լինելու, որ առաջիկա շաբաթ-կիրակի օրը մենք ասենք, որովհետև դա մի տոպրակ չի, մի սամասված չի, մի ավտոբուս չի, ոչ է 25 գրուզավիկ, որ բերենք կանգնացնենք, ասենք էսա։ Դա շատ խոսքը միլիարդների մասին է, եւ այդ բոլոր միլիարդները դառնալու են այս երեխեքի բարեկեցություն։ Ես ձեզ դա խոստանում եմ, բայց ամենակ խոստում չի, սա կատարվածի այսօր տեղի ունեցողի տրամաբանական շարունակությունն է։ Հաջորդը, հիմա էլի այդ լրտեսական բլոկբաստերի շրջանակում հիմա պարզվում է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք հանգիստ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն։ Դե ղեկավարը ավելի ցածր կոչվա, եթե ասենք Կալուգացին լեյտենանտա, բանը այդ Գագիկը ենթադրում եմ կամ եֆրեյտոր կամ սերժանտ այդ մակարդակի, որտեղ հա ճիշտ եմ, իմիջայլոց սա շատ կարևոր հարց է, որին մենք պետք է անպայման խորանանք եւ անդրադառնանք։ Եվ այս երկրորդ հատվածը դուք հիշում եք 2023 թվականին մամուլում հայտնվեց հրապարակում Ռոբերտ Քոչարյանի ձայնային հաղորդագրությունը, որով ինքը օտար լեզվով, օտար երկրի ներդիմում, ասելով, որ դուք ինձ մտցրել եք քաղաքական դաշտ, հիմա ես վատ վիճակում եմ, խնդրում եմ ինձ դուրս բերեք քաղաքական դաշտից։
Այն ժամանակ իրանք ասին դա կեղծ է, արհեստական ինտելեկտով է սարքած։ Ես այն ժամանակ կոչ արեցի, որ հասարակական կազմակերպությունները ձայնագրությունը փորձաքննության ենթարկեն։ Բայց չի ենթարկեց ոչ մեկ փորձաքննության։ Հիմա ես ասում եմ հետևյալը. ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ, որ այդ ձայնագրությունը իսկական է եւ օրիգինալ է։ Եվ այդ մարդը ազդեցության, դա դրա ապացույցն է, ազդեցության գործակալ է։ Իրանք երեքն էլ այլ երկրի շահերի ներկայացուցիչ է։ Ընդ որում երկիրը, որի մասին խոսում ենք, մենք շատ հարգում ենք, սիրում եւ գնահատում ենք։ Բայց այնուամենայնիվ մենք չենք կարող մեր երկիրը պակաս սիրենք, քան ուրիշ թեկուզ ամենասիրելի երկիրը, եւ մենք պարտավոր ենք հանգիստ, բարեկամաբար, ընկերական, հետեւական լինել մեր շահերի պաշտպանությանը։ Բայց սիրելի ժողովուրդ, այս ինչ որ ասացի, այդ ամենը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, եւ սա իմ հիմնական ուղերձն է, եւ ես եկել եմ այդ առիթով ձեզ շնորհավորելու, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, եւ ես ձեզ բոլորին շնորհավորում եմ խաղաղության առիթով։